Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարուր Հայրիկյանն այսօր իր մի քանի տասնյակ կողմնակիցների հետ հավաք էր անցկացնում կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց։ Հայրիկյանը եկել էր զգուշացնելու ԿԸՀ-ի անդամներին, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեն հակասահմանադրական է։ Այսօր մենք այստեղ հանձնաժողովին որպես հավաքական մարմին եւ որպես քաղաքացի ասում ենք, դուք մասնակից եք հանցագործության։ Ամեն մեկը որպես անդամ դուք վարձկաններ եք դարձել եւ ծառայում եք բացասական օրինամեջ ուժն եք ծառայում։ Պնդելով, որ սահմանադրական փոփոխությունների արդեն չգործող մասնագիտական հանձնաժողովը չի լսել իրենց առաջարկները, Հայրիկյանը դիմել էր վարչական դատարան, դիմումը վարույթ էր ընդունվել։ Դրանից հետո, ըստ ԱԻՄ ղեկավարի, կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է կասեցներ հանրաքվեն։ Պարուր Հայրիկյանը հայտնեց նաև, որ առաջիկայում ինքը պատրաստվում է դատական հայց ներկայացնել նաև նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։ Ինքը նույնպես անհատապես խախտել է սահմանադրությունը, չպատասխանելով սահմանադրության խախտման վերաբերյալ մեր դիմումներին։ Այսօրվա հավաքը Հայրիկյանի խոսքով քիչ է իրազեկվել, իսկ նոյեմբերի 27-ին իրենք Ազատության հրապարակում մեծ ընդգրկումով հավաք են իրականացնելու, եւ այնտեղ միայն ընդդիմադիրներին չէ, որ սպասում են։ Այդ օրը մենք սպասելու ենք նաեւ մարդկային նկարագիրը պահպանած հանրապետականներին։ Հավաքի ընթացքում ԱԻՄ ղեկավարը մի քանի անգամ բարձրախոսով դիմեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին։ Ձեր կյանքում հազվադեպ կարող է այսպիսի պահ ներկայանալ։ Երկու իմաստով, դեռևս սրանից 40 տարի առաջ Հայաստանի անկախության պայքարի առաջնորդը։ Տեսեք, ես իմ դիրքերից իջելով, եկել ձեզ հետ խոսում եմ ինչպես հավասարը հավասարի հետ։ Ամենաբացասական բանն եք անում, որ կարող եք անել։ Լավ կյանքում չեք լսել, որ կա գործադուն բառը։ Ասում եք, ես այս կեղտին չեմ մասնակցի։ Այս կեղտը արել եք, գնացեք վայելեք։